Սիրելիներս, մենք մի շատ կարևոր ծրագրի մասին ենք խոսելու, որը բավականին մեծ աշխատանքներ արած ունի ու տարիների ընթացքում դեռ հավատարիմ մնալով շարունակում է ամեն տարի իր սկզբունքներին հավատարիմ մնալով շարունակել աշխատանքը ու ծավալը ծրագրի նաև երբեմն մեծացնելով։ Թե ինչ ծրագրի մասին է, շտապեմ ներկայացնեմ, խոսելու ենք Fulbright ծրագրի մասին ու գեղեցիկ առիթ ունենք գեղեցիկ մարդկանց հետ զրուցելու գեղեցիկ նախագծի մասին։ Իսկ ես ներկայացնեմ մեր հյուրերին Անահիտ Խաչատրյան, ԱՄՆ դեսպանատան կրթական փոխանակման ծրագրերի պատասխանատու, բարի լույս, եւ Հայասա Թաղմազյան Fulbright ուսանողական ծրագրի շրջանավարտ։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք հենց մեզ հետ եւ կխնդրեմ միանգամից արդեն պատմեք, թե Fulbright-ը ինչով է առանձնանում մյուս օրինակ ծրագրերից։ Fulbright-ը բազմաթիվ այսպես ենթատեսակներ ունի իր մեջ եւ ամերիկյան դեսպանատունը Հայաստանում իրականացնում է 2-3 տեսակը այդ ծրագրերից։ Այս պահին իհարկե եկել ենք խոսելու ուսանողական ծրագրի մասին, որը առաջնակարգ ակադեմիական փոխանակման ծրագիր է եւ հայ երիտասարդներին հնարավորություն կտա ամբողջությամբ ֆինանսավորված մագիստրոսական կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում եւ ապա վերադառնալ Հայաստան եւ ձեռք բերված գիտելիքն ու փորձը ի նպաստ Հայաստանի օգտագործել։ Ունենք նաեւ գիտաշխատողների համար ծրագիր, ուսուցիչների համար ծրագիր, դրանք իհարկե իրենց ժամկետներն ունեն հայտարարման, այս պահին հայտարարված է ուսանողական ծրագիրը։ Հայասա, ինչպես իմացաք այս ծրագրի մասին, ինչպես որոշեցիք դիմել։ Նախ առաջ շնորհակալություն շատ հնարավորության համար։ Ես իմացել եմ ծրագրի մասին իմ ընկերներից, ովքեր որ հետևում էին Ամերիկայի դեսպանատան Facebook-յան էջին եւ գիտեին, որ ես հետաքրքրվում եմ կրթությունը շարունակելով այլ երկրում, ու այդպես առաջարկեցին, անցա հայտով եւ դիմեցի ու կարող եմ պատմել իմ փորձառության մասին։ Սիրով, անպայման։ Fulbright-ը, ինչպես Անահիտը նշեց, ամենահեղինակավոր, ինչպես նաև դուք նշեցիք, ամենահեղինակավոր եւ ամենամրցակցային կրթաթոշակներից մեկն է աշխարհի, որտեղ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիանալի հնարավորություն են ընձեռված ստանալու կրթությունը, մագիստրոսական կրթությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իմ փորձառությունը շատ լուսավոր, շատ հոգին լցնող, շատ հիանալի փորձառություն է եղել, լի գիտելիքով, լի հնարավորություններով, որտեղ որ ես ոչ միայն ստացել եմ մագիստրոսի աստիճան միջազգային զարգացման եւ սոցիալական գիտությունների ոլորտում, իդեպ միջազգային զարգացման բաժինը Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ այդքան էլ չկա։ Ես նաև հնարավորություն եմ ունեցել ավելի ընդգրկվելու ուսանողական այլ ոլորտներում, ինչպես էր օրինակ Օհայոյի համալսարանի ուսանողական սենատի անդամ եմ եղել ներկայացնելով ուսանողների խնդիրները Լավ ակտիվ եք եղել։ Եվ շարունակում է լինել։ Ընտրվել եմ միջազգային ուսանողների միության նախագահ 13 կազմակերպությունների կողմից, 3 ընկերներով ստեղծել ենք հիմնադրամ միջազգային ուսանողների համար, որ առ այսօր գործում է Օհայոյի համալսարանում հնարավորություն է տալիս ուսանողներին, ովքեր որ ունեն սննդի եւ գումարի կարիք, ստանալ օգնություն եւ այլն, ու ամենակարևորն այն է, որ այս ճանապարհին ես ձեռք եմ բերել ոչ միայն գիտելիք, այլ նաեւ կապեր, որոնք որ ներկա պահին աջակցում են ինձ շարունակելու իմ գործառությունը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այսօր այստեղ ինչով եք զբաղվում։ Հայաստանում Մի փոքր էլ դա պատմեք։ Շատ մեծ սիրով Հայաստանում վերադարձից հետո ես ստեղծել եմ Հայաստանի կորպուս զարգացման նախաձեռնությունը, ինքը համակարգեր ստեղծող կազմակերպությունը, որի նպատակն է բնակավայրերը կամրջել համալսարաններին եւ համալսարաններն կամրջել այլ կառույցների, ստանալու փաստահենք եւ Հայաստանի Հանրապետության ներուժի օգտագործման հիմքով լուծումներ Հայաստանի կայուն զարգացման համար, իդեպ գաղափարը ոչ միայն Հայաստանում չկա, այլ նաև տարածաշրջանում էլ չկա, ու հիմնական կետը այն է, որ մենք ոչ թե հիմնվում ենք, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ կարիքներ ունի, այլ Հայաստանի Հանրապետությունը
գյուղը, գյուղի մարդիկ, ընդհանրապես համալսարանը, ուսանողը, մագիստրանտ ուսանողը ինչ ներուժ ունի, ինչ ուժեղ կողմեր մենք ունենք, որը մենք չենք տեսնում, բայց կարող ենք բացահայտել, կպցնել իրար, ստանալ լուծումներ։ Ոչ թե բացասականն են տեսնում, այլ դրականը եւ այդ դրականը փորձում են ել ավելի շատ զարգացնել։ Ովքեր կարող են դիմել։ Այո, ովքեր կարող են դիմել այս Կարող են դիմել Հայաստանի քաղաքացիություն, մշտական բնակություն ունեցող, բակալավրի աստիճանը ստացած, անգլերենի լավ իմացությամբ երիտասարդները, ովքեր տղաների դեպքում նաև պետք է պարտադիր զինվորական ծառայություն ավարտած լինեն կամ տարկետման իրավունք ունենան, առցանց դիմում է մեր հայտարարության մեջ կա հղումը, մանրամասները, քայլերը, միայն պետք է այցելել կայք եւ մինչեւ ապրիլի 27-ն է վերջնաժամկետը։ Ես ուզում եմ նաեւ նշել, շատ հպարտ ենք շրջանավարտներով ծրագրի, այսպիսի առաջնորդներ ենք ձեռք բերում, այո, Հայաստանում։ Ուզում եմ նաև նշել, որ այս տարի Միացյալ Նահանգները տոնում է իր անկախության 250-ամյակը եւ այդպիսի արշավ է նախաձեռնել, Freedom 250 է կոչվում եւ տարվա ընթացքում բոլոր ծրագրերը նվիրվում են այդ տարեդարձին, այդ թվում նաև Fulbright-ը, ու հույս ունեմ, որ այսպես պոտենցիալ ունեցող երիտասարդները կհետաքրքրվեն, կդիմեն, դա արդյունքում իրենց օգուտը կլինի մագիստրոսական աստիճանը, իսկ Հայաստանի օգուտը կլինի այսպիսի առաջնորդներ ունենալը։ Իսկ երկքաղաքացիության դեպքում կարող են դիմել։ Երկքաղաքացիության դեպքում էլ կարող են դիմել, եթե մնացած պահանջները բավարարված են։ Ավելի մանրամասն կայքում, այո, կայքում կարող են իրան գտնել։ Հետաքրքիր է, երբ որ գնում են մեր հանճարները սովորելու, հետո ինչ լծակներով են կարողանում նրանց հետ բերել, նրանք կարող են հետ չգալ։ Թե պարտադիր պայման է, որ նա պետք է վերադառնա Հայաստան եւ ծաղկեցնի մեր երկիրը։ Կա մի շատ կարևոր տեխնիկական կետ, դա վիզայի տեսակն է, որ իրենք ստանում են ծրագրին մասնակցելու համար, որը պարտադրում է վերադառնալ հայրենիք եւ առնվազն 2 տարի ձեռք բերված գիտելիքն ու փորձը կիրառել հայրենիքում, այնուհետև նոր կարող են ներգաղթել Միացյալ Նահանգներ, իհարկե սա կարճատև այցերին չի վերաբերվում։ Այդ տեխնիկական լծակը ունենք եւ մեր բոլոր ուսանողները վերադառնում են, անկեղծ երևի հայասայից էլ զգացիք ինչքան ոգևորված են վերադառնում, որովհետեւ լայն դաշտ կա փոփոխություն բերելու։ Եվ քո գիտելիքները հենց այստեղ կիրառելու։ Այո, ես կարող եմ նաև ավելացնել, որ իմ փորձառության ընթացքում ես ավելի շատ եմ կապվել Հայաստանին ու նաև մնացած եմ բոլոր մնացած Fulbrighter-ները ինչ առումով, որովհետև ես երբ որ միջազգային զարգացման ոլորտներ, տնտեսագիտություն, քաղաքագիտություն իր ամբողջ բլոկով ուսումնասիրում էի, ես այն բոլոր լավ բաները, որոնք որ ուզում էի տեսնեի քարտեզում, Հայաստանը չկար։ Ու դա ինձ ավելի շատ էր ստիպում հետ վերադառնալու Հայաստան ու մնացած մարդիկ էլ ովքեր որ Fulbrighter-ներ են, իրանք որոշակի ճանապարհ արդեն անցել են, զարգացման փուլում, որ դառնում են Fulbrighter, հետ են վերադառնում հենց նմանատիպ գաղափարներով։ Դա ավելի բացի տեխնիկականից կա նաև ավելի հոգեբանական, որը կարծում եմ ավելի խորն է ու ավելի, այո, կարևորն է։ Տիկին Անահիտ, իրականում ինչ է ներառում ծրագրի ֆինանսավորումը։ Սա էլ մի փոքր բացում ենք այդ փակագծերը, որ էլ ավելի հասանելի լինի մարդկանց։ Այո, ծրագիրը առաջնահերթ փակում է ուսման վարձը համալսարանում եւ տալիս է ամսական կրթաթոշակ, որից ուսանողը վարձակալում է բնակարան, ուտելու եւ այլ ծախսեր է հոգում։ Ծրագրի սկզբում նաև ունեն նպաստ, տրամադրում են նպաստ, որով ձեռք են բերում կենցաղային իրեր, նաև այն ամենը ինչ առաջնահերթ հարկավոր է, համակարգիչ եւ այլն, այո, տալիս է նաև ապահովագրություն, իհարկե, տալիս է տոմս մեկնելու եւ վերադառնալու համար, հիմնականում սրանք են։ Այո, ու նաև Fulbright-ով ուսանողները իրանք հնարավորություն ունեն այլ ծրագրերի մասնակցելու, որը որ նույնպես ֆինանսավորման դաշտում է գտնվում, իսկ իդեպ Fulbright-ը ավարտելուց հետո, որպես Fulbright-ը, մասնակիցը կարող է նաև ներգրավել այլ fellowship իրավիճակներում, շարունակելով ավելի խորացնելու իրենց գիտելիքները։ Նշեցինք, որ մինչև ամսի 27-ը բաց է եւ կարող են լրացնել, հայտը, որոնք են այն հաճախ հանդիպող սխալները, որ թույլ են տալիս։
Սխալներ երևի չէի ասի, բայց հարցեր հաճախ հնչող հարցերն են քաղաքացիության եւ մշտական բնակության վերաբերյալ հարցը, որովհետեւ ունենք քաղաքացիներ, որոնք մշտապես չեն բնակվում այստեղ, այդ երկու պայմանն էլ պարտադիր են դիմելու համար, այո, երբեմն կան երիտասարդներ, որոնք արդեն ընդունվել են համալսարաններ եւ դիմում են Fulbright-ին, սա այդպես կրթաթոշակ չէ կամ ֆինանսավորման աղբյուր չէ, ինքը ամբողջապես մրցույթային ծրագիր է, այսինքն սկզբից մինչև վերջ պետք է գնալ Fulbright-ով եւ Fulbright-ը ինքն է ընտրում համալսարանը։ Այսինքն ազատ չեն։ Սա էլ էր իմ համար նորություն։ Fulbright-ն է ընտրում համալսարան։ Այո, Fulbright-ը ընտրում է համալսարան եւ բայց ինչ չափորոշիչներով է ընտրում կներեք։ Ընտրում է ամենաուժեղ ծրագիրը տվյալ ոլորտում, որ համալսարանը, որ առաջարկում է, ընտրում է դա, այնտեղ կան տարբեր կոմպոնենտներ, իհարկե, որոնք հաշվի են առնում եւ համալսարանը ինչքան է պահանջում տվյալ ուսանողի համար, մի քանի գործոններով են որոշում դիմողի գործը շատ ավելի հեշտ է լինում, որովհետև դու գտնես այդ համալսարանը, դու անցնես այդ բոլոր փուլերը, ինչ Fulbright-ը այդ ամենը քո փոխարեն է անում։ Ինքը ավելի խորքային է նայում, օրինակ իմ դեպքում, երբ որ ես դիմել էի միջազգային զարգացման, ինքը ինձ առաջարկեց այդ Օհայոյի համալսարանը ինչ առումով, որովհետև տվյալ բաժինը ավելի համապարփակ էր ներառում այն ինչը որ ես ուզում էի, իսկ ինչը որ ինձ ավելի է օգտակար, իսկ ես ավելի մի քիչ նեղ էի մտածում, Բայց դուք լավ ուրիշ տեղ եք ուզում գնայիք։ Հա, բայց ոչ թե ուրիշ տեղ էի ուզում, այլ մի քիչ ավելի նեղ էի մտածում, իսկ ինքը ավելի sense լայն ձևաչափով ինձ տվեց ու ես ամենահիանալի փորձառությունն եմ ունեցել։ Շնորհակալ եմ։ Քանի որ վերջնաժ ժամկետը նորից կրկնվեմ ապրիլի 27-ին է, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր դեռ մտածում են դիմելու համար։ Դիմել, եթե հավատում են իրենց երազանքների իրականացման ուժին ու ոչ թե միայն Ամերիկայում սովորելու, այլ իրենք իսկապես ցանկանում են նպաստել իրենց երկրի զարգացման ու դա շատ կարևոր է։ Ու ամենակարևոր կետը տեխնիկական մասով ես կցանկանայի նշել անձնական essay personal statement-ի ամենակարևոր բանը շարադրությունը թե ինչպես ես ինքդ քեզ ներկայացնելու, հա։ Շատ կարևոր է ներկայացնել անցյալը, ներկան եւ ապագան, թե ինչպես եք պատկերացնում Fulbright-ից հետո Հայաստանում ու կարևոր է որ դրա process-ը սկսել ավելի վաղ ու գոնե ինչ որ մեկին տալ կարդա հասկանալու, հա, այդ ամբողջ ընդհանուր տեխնիկական մասը ապահովել, բայց ամենալավագույն, ամենակարևոր կետը դա է անձնական նամակն է, որը որ տպավորություն է գործում։ Եվ ինչպես ասում է Հայաստան, համեստ պետք չլինել։ Այո։ Պետք է լավագույնս ներկայացնել, նաև հարցրեցիք ինչ կարևոր պահանջներ կան, երաշխավորագրերը կուզեմ նշել, հաճախ այսպես շատ ստանդարտ են մոտենում, 3 նամակ է պետք, 3 հոգու գտնեմ, ով է ազատ ու ով կկարողանա անգլերենով ինչ որ բան գրել, դա շատ վատ, ոչ ստրատեգիկ մոտեցում է, այո, որովհետև նամակներով առաջնորդվում է հանձնաժողովը, նամակները ձեր մասնագիտական լավագույն կողմն են ներկայացնում, այն ինչը որ ընդհանուր կենսագրական տվյալները չեն կարող ցույց տալ եւ նույնիսկ նամակը չի կարող ամբողջապես ներկայացնել։ Դրա համար ես խորհուրդ կտայի լուրջ վերաբերվել ընտրությանը, ում դիմել, որպեսզի երաշխավորագիր տրամադրեն։ Շնորհակալություն, որ կիսվեցիք ձեր խորհուրդներով, որովհետև համոզված եմ շատերին սա իսկապես եւ կօգնի եւ նրանք ավելի շուտ կկողմնորոշվեն դիմել թե չդիմել, թե դիմելուց ինչպես կարգը պահպանել դիմելու։ Շնորհակալություն։ Հարցեր կան, որ չենք հնչեցրել։ Կարծում եմ ամեն ինչ խոսեցինք, նաև ուզում եմ նշել, որ հայտարարության մեջ կա էլեկտրոնային փոստի հասցե հարցերի համար, կանոնավոր ստուգում են, այո, բոլոր հարցերին արագ արձագանքում ենք եւ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել հնարավորության համար, հույս ունեմ, որ կլինեն մարդիկ, ովքեր չեն գտնվի համեստ, համարձակ կլինեն եւ նոր հաջողություններ կունենան։ Եվ կունենան այս բացառիկ հնարավորությունը։ Այո, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Իմանալպես։ Իսկ մենք երաժշտական դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։